Սիրելի թիմակիցներ, հարգելի ընկերներ, հրավիրալներ, հյուրեր, հարգարժան վաղարշապատցիներ։ Շատ ոգևորված եմ այսօր։ Այսօր մեկնարկում է Վաղարշապատ համայնքի ղեկավարի ընտրությունների քարոզարշավը։ Իրականում մենք Վաղարշապատ համայնքում ներկայացրել ենք մի թիմ, մի թեկնածու, ով արժանի է շատ ավելի։ Վաղարշապատի ընտրություններին մենք ներկայացրել ենք մի թեկնածու, որը ունի անբասիկ կենսագրություն, ազնվագույն մարդ է, մարդ բառեզբուն իմաստով, մարդ, որը իր ապրած կյանքով ապացուցել է, որ երկրի, պետության, հայրենիքի, շահից առավել որևէ բան իր համար չկա։ Պարոն Մանուկյան, շնորհակալ եմ, որ այդ պատասխանատվությունը ստանձնել եք։ Վստահ եմ, որ դուք և մենք բոլորս, մեր թիմը նոյեմբերի 16-ին կրոնելու ենք հաղթանակ։ Եվ այդ հաղթանակը չի լինելու միայն մեր թիմինը, չի լինելու միայն վաղարշապատցիներինը։ Վաղարշապատ խոշորացված համայնքում սովորական ընտրություններ չեն ժողովուրդ։ Ես հիմա կարող եմ խոսել սոցիալական ծրագրերից, պատմեմ, թե ինչ է փոխվելու Վաղարշապատի կյանքով։ Այո, այդ փոփոխությունները անհրաժեշտ են, բայց մենք չենք սահմանափակվելու Վաղարշապատով։ Մենք չենք սահմանափակվելու Վաղարշապատցուն խոստումներ տալուց։ Խոստումներ տվողները շատ են, ծրագրերը կարող եմ վստահաբար ասել, որ բոլորինը շատ լավն են։ Ես կարող եմ ասել մի բան։ Մեր թիմի հաղթանակի դեպքում մեր թիմը բառեզբուն իմաստով ծառայելու է ժողովրդին և Վաղարշապատին։ Բայց դրա հետ մեկտեղ մեր թիմը լուծելու է կարևորագույն հարց, քաղաքական հարց։ Սա լինելու է, Վաղարշապատը լինելու է համապետական ընտրություններից առաջ միակ ընտրությունը, որը մեզ սպասվում է։ Եվ այստեղ մենք պետք է ցույց տանք, թե ով ենք մենք, թե ինչ ենք անելու մենք և ինչ պետք է անենք և կազատվենք այս դավաճանական իշխանություններից։ Սիրելի վաղարշապատցիներ, ես ուղիղ դիմում եմ ձեզ։ Գիտակցեք, որ այս ընտրությունը սովորական ընտրություններից չէ։ Այս ընտրությունը տեղի ունենում մի ժամանակահատվածում, երբ Հայաստանի գործող իշխանությունները թիրախավորել են բառեզբուն իմաստով հայկական պետությունը հայաստանյան առաքելական սուրբ եկեղեցին։ Այս ընտրություններով մենք բոլորս, դուք բոլորը ձեր ձայնով պետք է ապացուցեք, որ մի քաղաքական ուժ, որը արշավ է սկսել հայ առաքելական եկեղեցու դեմ, չի կարող իշխանություն ձևավորել, չի կարող ստանալ անգամ մեկ ձայն ողջ հայության հոգևոր մայրաքաղաքում։ Էջնածինը միայն էջնածինցիներինը չի, Վաղարշապատը միայն վաղարշապատցիներինը չի, դա ողջ հայությանն է, ոչ միայն Հայաստանում բնակվող, այլ ողջ աշխարհում բնակվող մեր ժողովրդին։ Ուստի սիրելի ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ, թիմակիցներ, խնդրում եմ ձեզ, նոյեմբերի 16-ին առաջնորդվեք մի սկզբունքով։ Ընտրություն կատարեք իշահ մեր պետության, իշահ մեր ազգի։ Սա ընտրություն է լինելու մեր ինքնության պահպանության համար։ Սա ընտրություն է լինելու մեր հավատքի պահպանության համար։ Սա ընտրություն է լինելու մեր վաղվա ապագայի համար, մեր երեխաների համար։ Վաղարշապատում է որոշվելու և վճռվելու, թե ինչ է լինելու առաջիկայում Հայաստանի Հանրապետությունը։ Եվ այսպիսով, սիրելի վաղարշապատցիներ, խնդրում եմ և հույս ունեմ, որ նոյեմբերի 16-ին դուք ձեր ձայնով
ապացուցելու է, որ վաղար շաբաթում հաղթելու է Հայաստանը, վաղար շաբաթում հաղթելու է հայ առաքելական Սուրբ եկեղեցին, վաղար շաբաթում հաղթելու է հայը, վաղար շաբաթում հաղթելու է հայրենիքը։ Եվ ուրեմն, իրար եք միացու, վաղար շաբաթում հաղթելու է Հայաստանի Հանրապետությունը, վաղար շաբաթում հաղթելու է հայ առաքելական Սուրբ եկեղեցին, վաղար շաբաթում հաղթելու է հայը, վաղար շաբաթում հաղթելու է հայրենիքը։ Շնորհակալություն։